պատկան մարմիններից խնդրում ենք ուղղակի չգնալ ծայրահեղ քայլերի, մենք պատրաստ ենք բոլոր խենամիտ որոշումները քննարկելու։ Հակառակ պարագայում մեր քայլերը լինելու են հաջորդական եւ ավելի բարդ եւ ավելի ծանր։ Կներկայացնեք պահանջը մի քանի նախադասությամբ։ Կոնկրետ պատասխան ձեզով է տալու։ Ասի կողքից ստեղ չէ։ Ես բանավոր կասեմ, նաև ձևակերպելագրավոր։ Ինչ այդ խնդրում եմ նշեք, թե ումից եք պատասխան սպասում։ Եվ որ պատկամարմիններին եք դիմել։ Գիտեք, տարածքային կառավարման նախարարություն, տրանսպորտի վարչություն, դե իմիջիայլոց վարչապետ ոնց որ թե երկրում առանց վարչապետի բան չի ստացվում, երևի հենց անմիջապես վարչապետի միջամտություն, ով կուզի տամ։ Չէ, դա այդպես չի, պրոշանցիների հարցը չի լուծվել, պրոշանցիների գլխի տակ ուղղակի փափուկ բարձ է դրվել, այդքան, այս մեկը թող մնա ինձ, հա։ Ես ձեր հարցերին կարող եմ պատասխանել։ Պահանջը հակիրճ կներկայացնեք։ Քասախ համայնքում 2 տարի եւ շարունակ գործել է 59 համարի ավտոբուսը։ Ուրեմն մեր պահանջը միայն այդ ավտոբուսի շահագործումը շարունակելն է։ Ես երեք հանդիպում եմ ունեցել կառավարության շենքում պատկան մարմինների հետ, նրանք ինձ պատասխանել են հետեւյալը. 59 համարի տրանսպորտային միջոցը քասախ մտցնելով մենք ձեզ արել ենք մեծ լավություն։ Հիմա ես ուզում եմ պատասխանեմ, ինչն է խանգարում, որ դուք շարունակեք մեծ լավությունը անել։ Եթե դուք արել եք մեծ լավություն, ապա պարտավոր եք շարունակել, հակառակ պարագայում դուք պետքա փոխադարձ դրան համարժեք, այսինքն նույն ավտոբուսներով շարունակեք երթևեկությունը, քանի որ ինչ է նշանակում արել ենք լավություն։ Չէր լինի այդ տրանսպորտային միջոցը, կլիներ մեկ ուրիշը, մենք կհամակերպեինք այդ մեկ ուրիշով, հասկանում եք։ Հիմա մեր համայնքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ մարդկանց արդեն իսկ ընտելացրել են տրանսպորտային մի միջոցի եւ հիմա ուզում են այդ ավելի լավ միջոցից տեղափոխել գազելներ։ Ժողովրդի պահանջը շատ հասկանալի է։ Մենք չենք ուզում նորից հետ վերադառնալ գազելների։ Եթե ի սկզբանե կլներ գազելներ, մենք այս բողոքի ձայնը չէինք ունենա։ Արժեքն են բարձրացնելու տրանսպորտը։ Կարծում եմ այս պահին արժեքը էական չի, թե ինչ եկան են բարձրացնելու, ինչքան կթողեն։ Ես կարծում եմ արժեքը սակարկելի կլինի, բայց դե այս պահին մեզ արժեքն չի հետաքրքրում։ Ընդհանրապես մենք կապալառու ընկերության հետ որևէ խնդիր չունենք, կարող են նաև իրենց գազելները բերել։ Ես կարդացի, որ ավելի հարմար տարբերակներ կան, ավելի լավ տարբերակներ կան, ամեն դեպքում որոշողը քասախի հանրությունն է։ Եթե քասախի բնակիչը չունի խնդիր, կարող է այստեղ մարդ չլինել։ Իսկ այստեղ դուք տենում եք բազմամարդ ենք եւ այս մեր պահանջը հստակ ձևակերպված է։ Ինչն է խնդիրը, որ այ 3 պրոշյանցիների խնդիրը մասամբ լուծվել է, իսկ ձեզ միանգամից բացասական պատասխան են տվել, ինչի է տեսա կապված։ Ես կարծում եմ, ուրեմն մեր համայնքի ներկայացուցիչները ուղղակի փորձեցին բարձրանալ պրոշան եւ մասնակցել պրոշանի հանրահավաքին, մենք ինքներս որևէ բան չկազմակերպեցինք։ Երևի կառավարությանը թվաց, թե մենք չունենք պահանջ։ Այս հավաքը կազմակերպվել է հենց հատուկ այն մարդկանց համար, ովքեր գիտեն, որ մենք պահանջ չունենք։ Իմիջիայլոց մասնակի բավարարելը ես համարում եմ հենց այդ արդյունք, հենց այդ միջոցառման արդյունք։ Դրա համար մենք էլ բնականաբար շարժվում ենք հենց այդ դրանով։ Փաստորեն օրինական ճանապարհով հնարավոր չի։ Արդեն սկսենք մենք բարձրաձայնել այն ճանապարհով, որը դասական է երևի։ Ճանապարհներ փակելով, այսպես ակցիաներով իրատեսական եք համարում, որ հարցը Դուք լսում եք, ես ինչ եմ նշում։ Ես նշում եմ, որ մենք փորձել ենք օրինական բոլոր ճանապարհները, հանդիպել ենք այն մարդկանց, ովքեր ընդունել են մեզ։ Փաստորեն օրինական ճանապարհով չի լինում։ Խնդրեմ, միանշանակ համոզված եմ մեր հարցի հետ հաշվի կնստեն գոնե այս ճանապարհով։ Բայց մարդիկ կան, ովքեր դեմ են փողոց փակելուն, ասում են դա արդյունավետ չի լինի։ Մարդիկ շատ են